Բարի լույս իմ գրքասեր հանրություն, հրաշալի առավոտ է, միգուցե թեյ խմեմ, իսկ միգուցե կախվեմ, այո, այսօր խոսելու ենք չափազանց ինքնահեգնանքով և իր երկրպագուներին Անտոնովկաներ կոչած ռուս դասական գրող Անտոն Պավլովիչ Չեխովի մասին։ Ռուս դասական գրող, թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանի դրամատուրգ և բժիշկ Անտոն Չեխովը կրոնական պահպանողական ավանդույթներին հավատարիմ առևտրականի ընտանիքից էր։ Նրանք ստիպում էին գրողին հաճախել եկեղեցի և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծեսերը։ Այդ պատճառով էլ Չեխովի մոտ կրոնական ավանդույթների նկատմամբ բացահայտ ատելություն է նկատվում, ինչի շուրջ էլ ձևավորվում է նրա գրական աշխարհայացքը։ Դեսպոտիզմն ու կեղծիքն այնքան խեղեցին մեր մանկությունը, որ վախենում եմ դրա մասին մտածել։ Հիշեք այն սարսափն ու զզվանքը, երբ մենք զգում էինք այն ժամանակ, երբ հայրիկը զայրույթի պորտկում էր ունենում ճաշի աղի պակասի կամ ավել լինելու համար և մայրիկին հիմար էր անվանում։ Գիմնազիայում սովորելու տարիներին Չեխովը աչքի էր ընկնում իր մոլագառ ընթերցասիրությամբ և հաճախ էր կրկնում, որ գրել սովորել էր միմիայն Լերմոնտովից։ Իսկ բժշկական ֆակուլտետում սովորելու տարիներին նա յուրացրեց հակիրճ գրելու նուրբ արվեստը։ Հակիրճությունը տաղանդի քույրն է, պնդում էր Չեխովը։ Չեխովին մշտապես գրավում էր կյանքի լրջագույն խնդիրները հումորով և հեգնանքով ներկայացնելը։ Բժշկական ճշգրտությամբ Չեխովը մանրակրկտորեն էր մոտենում իր պատմվածքների թեմաների մշակմանը, սյուժեների ընտրությանն ու միշտ ձգտում էր արտացոլել իրականությունը։ Նա անվերջ գրում էր, մշակում, վերամշակում ավելի դիպուկ բառեր գտնելու, գույները խտացնելու և տրամադրություն հաղորդելու համար։ Անգամ հեռվից անհնար էր չնկատել Չեխովի համակրելի կերպարը։ Աչքերին կրում էր պենսնե, քանի որ աչքը կարճատես էր, իսկ ձախը հեռատես։ Թիթեռնիկ փողկապը համադրված էր մաքուր վերնաշապիկով և պիջակով, ինչը ընդգծում էր գրողի կոկիկությունն ու բարձր ճաշակը։ Ձեռքում պահում էր սրիկա մականունով մանգուստին, որը բերել էր իր հետ Ցեյլոնի ճամփորդության ժամանակ, և այս ամենի հետ միասին գրողը ուներ մի շարք տարօրինակություններ, որոնց համար էլ խենթանում էին իր երկրպագուները։ Հա, ի դեպ, իր երկրպագուներից Չեխովը անվանում էր իմ Անտոնովկաներ, իսկ որպեսզի կարդալն առավել զվարճալի անցներ, Չեխովը հնարել էր մի շարք անվանումներ, գրելով իր անվան փոխարեն՝ Անտոշա Չեխոնտե, բժիշկ առանց հիվանդների։ Ինչպես տեսնում եք, Չեխովի հումորը անսպառ էր։ Չեխովը շատ էր սիրում պահպանել այցելած ռեստորանների հաշիվները և ազատ ժամանակ ունենալու դեպքում ուսումնասիրում, եզրակացություններ էր անում և նպատակ էր դնում հաջորդիվ կտրոնի հաշվից քիչ ծախսել։ Իսկ Չեխովի ժամանակակիցները ստեղծեցին Չեխովյան տխրություն տերմինը, քանի որ գրողը հաճախ էր դժգոհում իր բժշկական աշխատանքից։ Բժիշկ լինելը լավ չէ, և սարսափելի է, և ձանձրալի, և զզվելի։ Ես պետք է ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է։ Քաղցր հնչյուններ և պոեզիա, ուր եք դուք։ Սակայն գրողը այնուամենայնիվ պարտական էր բժշկական կյանքին, քանի որ ստեղծվեցին բուժակների, նյարդաբանների և չեխովյան մռայլ մարդկանց անկրկնելի կերպարներ, որոնք լի էին հեգնանքով և հումորով։ Իմ շնիկ, իմ քաղցր օձ, իմ հոգու կոկորդիլոս, ես քեզ սիրել եմ և դեռևս սիրում եմ անսահման։ Նման խոսքերով էր սիրո խոստովանություն անում Չեխովը իր կնոջը Օլգա Կնիպերին, և ասեմ ձեզ, որ 1890-ականներին նման արտահայտությունները չափազանց մոդայիկ և ռոմանտիկ էին։ Ինչպես տեսնում ենք, Չեխովը ժամանակից ետ չէր մնում, շատ ռոմանտիկ է։ Չեխովի թատերական կյանքը մեծ հետք թողեց առհասարակ թատրոնի զարգացման վրա։ Նա փոխեց դասական թատրոնի հնացած ավանդույթները, թատրոնի բեմ բերելով կերպարների իրական և սարսափելի կյանքի դրվագները։ Ինձնից պահանջում են, որպեսզի հերոս, հերոսուհի, բեմական փայլ և տպավորիչ գործ ստեղծեմ։ Սակայն իրական կյանքում ոչ միշտ են ինքնասպան լինում, կախվում և սիրո խոստովանություն անում։ Նրանք ավելի շատ ուտում են, խմում, զբաղվում հիմարություններով և անգամ հիմարություններ են խոսում, և հենց այդ է անհրաժեշտ բեմին։ Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ գային, գնային, խոսեին եղանակից, վինտ խաղային, և այդ ամենը ոչ թե անհրաժեշտ էր հեղինակին, այլ այդպես էր լինում իրական կյանքում։ Մահվանից մի քանի օր առաջ համակրելի և հումորով Չեխովին անճանաչելի էր դարձրել տուբերկուլյոզը։ Ընկերները հաճախ պատմում էին, որ բոլորը, ովքեր նրան տեսել էին այդ վիճակում, գաղտնի մտածում էին, որ վերջը հեռու չէ, բայց որքան Անտոնը մոտ էր վերջին, այնքան քիչ էր գիտակցում դա։ Չեխովը անսովոր կերպով նստեց մահճակալին և կամացուկ ասաց. «Ես մեռնում եմ»։ Բժիշկը հանգստացրեց Չեխովին, ներարկումներ արեց և հյուրասիրեց շամպայն։ Չեխովը խմեց շամպայնը և ասաց, որ վաղուց շամպայն չէր խմել, թեքվեց ձախ կողմի վրա և մանկան պես ննջեց։ Ռուսական ամբողջ գրական համայնքը մեծարանքով և հարգանքով ճանապարհեց տաղանդաշատ գրողին, իսկ մենք ընթերցասերներս դեռևս շարունակում ենք հիանալ նրա դիպուկ հումորով։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ կարդալը օգտակար է առողջությանը։ Հասմիկ Կարապետյան, հատուկ Բարի լույսի համար։